Ես կդուս կամ, բայց մենք պետք է իմանանք, որ Լիլիթի մոտ ով ա եկել էլի ոստիկանությունից։ Հեռախոսը անջատեք, ես ձեզ օրենքին համապատասխան։ Մի հատ օրենքը բացատրեք, որտեղ հանրությունը հեռախոսը անջատեք, այդ բաժնում չի կարելի հեռախոս միացնել։ Որտեղ հատուկ բաժնա չեք տեսնում ինչ աստեղ։ Ես ոչ մի ստեղի բաները չեմ նկարում։ Ես կբողոքեմ ոստիկանություն հիմա։ Հա, բողոքեք։ Բողոքեք, մա զանգեք։ Դուք իրավունք չունեք նկարել։ Ինչի համար։ Անջատեք ու դուրս եկեք։ Ասեք, ուրա որտեղ այսինքն պետական հիմնարկներում կամերա չի կարելի։ Ո՞վ ասեց, բա պետությունը ինչի համար է, մեր համար չի։ Մեր իմ պաշտպանյալի իրավունքների համար չի, որովհետև թույլ չեն տալիս տեսնել իմ պաշտպանյալին։ Հիմա ինձ բացատրեք Լիլիթի դիմումը ինչի չեք միջև հիմա ընթացք տվել։ Գնացեք։ Ինձ բացատրեք ինչ է։ Այսինքն ինչ է քրում, չհասկացա։ Ուրա գրած որ ստեղ չի կարելի նկարահանել։ Ով ասեց, այսինքն պետական հիմնարկը այդ ինչ է։ Չի կարելի։ Պետական հիմնարկը ինչ է։ Կամերայով։ Ուրա գրած, այստեղ չի կարելի։ Ցույց տվեք ինձ, որտեղ չի կարելի, ուրա ձեր պետը։ Խնդրում եմ պետին հրավիրեք այստեղ։ Ինչի միջև հիմա չի ապահովել իր պաշտպանյալի իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը։ Ուրա ձեր պետը, ով է ձեր պետը։ Հաստաբանային հայտարարագիրը ներկայացրել եք։ Եկել է որ ներկայացրել, ասում եմ ապահովեք իմ մուտքը իմ վստահորդի հետ։ Սահմանադրական իրավունքը ապահովեք իրացնել։ Դա եմ ասում, պահանջում եմ։ Հիմա իա մոտ էլի եկել են քննիչներ։ Ես համոզված եմ էլի եկել են խոշտանգելու։ Նրանք բերել են այստեղ խոշտանգված վիճակում։ Նույն պատմությունն է էլի։ Չամեն պետք է յա պետի տեղա դրեք կարելի է, չի կարելի, ինչ է կարելի։ Սա Աբովյան քրեակատարողական հիմնարկի վարչական շենքն է, այլ ոչ թե գաղտնի ինչ-որ մի մաս է։ Եվ այս կանտորաներն էլ պատկանում են Սրբուի Գալյանին։ Այսինքն նրա ղեկավարության ներքո են գտնվում։ Ոչ մեկ չկա ստեղ։ Բարև ձեզ։ Չենք գոռում։ Ուղղակի ջղայնանում ենք։ Աղմկում եք հիմնարկը։ Չէ, չենք աղմկում։ Հա, ինչ անենք, որ պետական հիմնարկը, իմ հիմնարկն է։ Ես եմ այս պետության քաղաքացին։ Հա մենք էլ ենք քաղաքացի։ Դե քաղաքացուն, ոչ, քաղաքացուն ընդունեք քաղաքավարի։ Ահա, չի երևում։ Չի երևում։ Ինչի պետք է հեռախոսը անջատեմ։ Չի կարելի հիմնարկի պետի մոտ հեռախոսը։ Ես պետի մոտ չեմ մտել։ Ո՞վ է պետը։ Շատ լավ է, բայց Զանգեք։ Եկեք ինձ մոտ, հա, եկեք գնանք տեսնեմ ինչ Հեռախոսը անջատեք, համարեք դուք հիմա հիմնարկում։ Հիմա տեսեք ո՞նց, բայց ինչի չի կարելի, օրենքը ցույց տվեք, իմանանք, բոլոր տեղեր գնացիք, ասեցիք չի կարելի, ինչի համար։ Ոստիկանությունով եք վախացնում մարդկանց, կանանց։ Խոշտանգված Լիլիթին բերել են այստեղ։ Հիմա եկել են քննիչներ իրա մոտ։ Այո, ապօրինաբար գործողություն են ցանկանում անել առանց փաստաբանի ներգրավման։ Փաստաբանելի տեղում է։ Ո՞վ է փաստաբանելի են գրպանի փաստաբանի։ Փաստաբանը։ Ես եմ իրա փաստաբանը։ Ես դուք չունեմ տիկին ջան, որ դուք իրա փաստաբան Մի րոպե ունեք, չունեք, ինքը ձեզ դիմել է։ Դիմել է, բայց ես պետքա վարույթը ինձ թուղթ։ Վարույթ ներեցեք, դուք ունեք երկու ռեժիմ ներգրավելու Լիլիթի համար իրավաբանական օգնություն ցույց տվող անձին։ Իրավաբանական օգնություն ես կարող եմ ներգրավել միայն դատապարտարների դեպքում, եկեք պարոն Գրիգորյան։ Ով ասել։ Միայն դատապարտարի իրավունք։ Այո, մեր օրենքը։ Ձեր օրենքը ո՞րն է, ձեր օրենքը կարող է կոնվենցիայից կամ սահմանադրությունից բարձր է։ Տիկին Փոստան ջան, ինչի համար Գեղեցկություն է այս ձեր մոտ, էս ինչ գեղեցկություն է։ Շնորհավորում եմ, առողջ եղեք, լավ եղեք։ Պետք չի տես բորբոքված մի անգամից խոսում եք, մի հատ հասկանեք։ Հիմա իր պաշտպանյալի հետ կատարվում է քննչական գործողություն, առանց իր պաշտպանի։ Պաշտպան ներգրաված է, տիկին Ով այն անգամ նման որ տարել խոշտանգել էին, հիմա նման պաշտպան են ներգրավել։ հիմնարկում խոշտանգ
Աստվածքա չլինի։ Աստվածքա չլինի։ Աստվածքա չլինի։ Ես դες հիշում եմ, Երևան կենտրոնից եմ հիշում։ Դուք ընդեղել էի գալիս, ես այն ժամանակ ընդեղ էի։ Բայց առանց վարույթի ներգրավման ես դες թույլ չեմ։ Ես հասկանում եմ ձեզ, ես ասում եմ Լիլիթը ձեզ դիմել է, որ ես իրա փաստաբանն եմ։ Այո։ Գիտեք այդ մասին։ Կարողա դուք իրա Այո։ Այն ոնց են ասում, հա, փաստաբանն եք ինչ Եկել եմ հազար ու մի գործերով չէ։ Այն քրեական գործը, որով Լիլիթը գտնվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում, դուք ներգրավել Այո, բայց ուրիշ գործեր ձեզ տվել է, չէ՞ք իր գործերը։ դուք բերեք Ապացույցները ունեք։ Դուք ունեք ապացույցները։ Ես չեմ կարող դրանով տալ, ինձ բերել է։ Այսինքն դուք չեք թույլ տա, հիմա դուք պատկերացնում եք ձեր վիճակը, որ վաղ մյուսօր եվրոպական դատարան դիմեք, որ դուք չեք թույլ տվել Լիլիթի պաշտպանին, փաստաբանին մասնակցել քննչական գործողության եւ իրեն տրամադրել իրավաբանական օգնություն։ Դուք պատկերացնում եք ձեր վիճակը։ Պատկերացնում եմ։ Հա, շատ վատ չեք պատկերացնում։ Ուղղակի չեք պատկերացնում։ Ինչ պետք է լինի։ Ամեն ինչ։ Ինչ։ Ամեն ինչ։ Ամեն ինչ։ Ես առաջնորդում եմ օրենքը։ Օրենքը ո՞րն է։ Օրենքը, Սահմանադրական վարույթը, որը ինձ ասել է ընդունեք հիմնարկ, այդ վարույթը ներգրավել է պաշտպան, ես էլ այդ պաշտպանին թողել եմ հենց հիմա ինքը քննչական գործողությունների։ Մի վարքյան, այդ դուք ուրեմն ես հիմա պաշտոնապես հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատը հանրային պաշտպանի գրասենյակի դուք այդ իրավունք ունեք, բա ինչ անեմ։ դուք ունեք այդ իրավունք։ Ես ձեզ ձեր տանեմ, մի վարքյան, ձեր տան, բա պետական հիմնարկում պետք է նկար, բա չերևայ ով է մեր պետության ներկայացուցիչները։ Պահպանման հիմնարկը դուք Էլի հատուկ, ես հատուկ մասերը չեմ նկարահանում։ Բայց հիմնարկի Բա պետին չտեսնեն, մեր պետին չտեսնեն, մեր պետին չտեսնեն։ Չգիտեմ, որ սենց պետ ունենք, որը թույլ չի տալիս Լիլիթը ունենա իրավաբանական օգնություն։ Դուք հիմա ուղղակի սկանդալ եք առաջացնում։ Բացարձակ։ Ես հիմա ուզում եմ ասեմ, որ իմ Սպառնում եք ինձ, որ չգիտեմ իմ հետ հետո ինչա լինելու։ Ձեր հետ իրավական թեմաներով ինչա լինելու։ Այդ սպառնալիք չի։ Այսինքն ես ձեր գործողությունները բողոքարկելու եմ, որովհետև այդ իմաստով եմ ես ձեզ ասում ինչ կարող է լինել։ Իմ աշխատակիցների եւ Քավլիցի ձեր աշխատակիցները իրավունք չունեն ինձ մի հատ մատով կպնեն, այն եկել էր որ կպներ։ Կպնում էր, կպավ։ Ես ասեցի ձեռքերը քաշի։ Ես ասում եմ, շատ լավ է, բայց լայվով չիմանանք ինչա կատարվում մեր երկրում, մեր պետական հիմնարկներում։ Կոնկրետ բերել են ձեր հիմնարկ են բերել առողջական ծայրահեղ վիճակում գիշերանոցով չեն բերել, բա ինչով են բերել։ Բերել են տնային հագուստ։ Այդ ձեր իսկ առողջական այսինքն դուք հիմա կարող տնային հագուստ դարձնեք, կարող եք գիշերային գեստը սարքել։ Մենք Լիլիթին ընդունել ենք, ոնց բոլորին ենք ընդունում, ապահովել ենք եւ հիգիենայի պարագաները։ Լավ է կարել, շնորհակալություն։ Շնորհակալության բան չկա։ Ես քաղաքավարի ասում շնորհակալություն։ Բան չեն կարել։ Չասում լավ է կարել, շնորհակալություն։ Պետք է։ Լավ է կարել։ Հա, հիմա Լիլիթին պետք է իրավաբանական օգնություն, որը դուք խոչընդոտում եք։ Ես չեմ խոչընդոտում, ես առաջնորդում եմ։ Դուք կներեք 2 օր առաջ Լիլիթը ձեզ փոխանցել է դիմումը եւ դրան կից փաստաթղթերը, ով եմ ես Լիլիթի համար։ Այսինքն ես չգիտեմ, կիսատ պռատ քրեական գործերի Ուրեմն կներեք, խնդրում եմ, եթե դուք չգիտեք եւ տենց կիսատ պռատ գիտեք, դա խոսում է ձեր ոչ կոմպետենտության մասին։ Եթե միջև հիմա դուք գիտեք, որ դա կիսատ պռատ եսին ինչեր են։ Երեք եւ այսօր Լիլիթը պետք է լիներ դատարանում։ Դա չի ապահովել։ Ես չեմ գոռում, որովհետեւ դուք ասում եք կիսատ պռատ եւ այլն։ Ինչ պետք չի ձեզ ճանաչել, ու գոռալով իմ հետ կներեք դուք պետական պաշտոնյա եք, ես պահանջատեր։ Պահանջատեր, որովհետև իմ պաշտպանյալից խոշտանգել են, բերել են ձեր մոտ։ Հիմա դուք շարունակությունն եք ապահովում, որտեղ չեք թույլ տալի, որ նա ունենա իրավաբանական օգնություն։ Դուք ձեր ասելիքը ավարտեցիք։
Հիմա ասում եմ, որ ես ձեր պատասխանը հիմա տվել եմ։ Շարունակություն չի լինել։ Կներեք, ես ձեր պատասխանը ոչինչ չհասկացա։ Հասկացա, որ դուք Լիլիթի դիմումին կիսատ պռատ անդրադարձել եք։ Կիսատ պռատ չեն կարող։ Ոնց որ ասացիք, շնորհակալություն։ Լիլիթի դիմումին դուք անդրադարձել եք կիսատ պռատ։ Այդքան բան կարող եմ ասել մենակ, որովհետև եթե մարդը դուք եք լինելու, այս հիմնարկը առաջի հերթին ձեր Սփյուռքի Գալյանի մյուսների համար է։ Ձեզ եթե սենց վերաբերվեք, ես դեմ կլինեմ, որտեղ ձեր իրավունքները ես թույլ չեմ տա, որ սենց ոտնահարեն։ Ոնց որ դուք եք թույլ տալիս, որ ոտնահարվեն ուրիշների իրավունքները։ Հաջողություն։ Խայտառակություններ, ուղղակի խայտառակություն։ Իսկ հանրային պաշտպանի գրասենյակը լծվել է նույն այս գործին։ Հենց միակ սրանց նայեք, հանրային պաշտպան են էլի բերել, որ նույն զիբիլանոցը անեն։ Թույլ չեն տալի պաշտպան ունենա մարդը։ Խուլիգանները, ես ինչ խայտառակություն է։ Այս հարգելի հայրենակիցներ, ինչ անեմ, ես չգիտեմ, գործընկերներս գոնե ինձ գան օգնեն, որպեսզի կարողանանք հաղթահարենք, էլի բերել այս քննիչը ինչ-որ գործողություններ ան Լիլիթի հետ, հավանաբար ուզում են այն հասկացան մեղադրանքը չեն կարող առաջ տանել, նոր մեղադրանքի հոտ է գալի այստեղից, ակնհայտ է, բայց շատ վտանգավոր վիճակ է, որ փաստաբանների պալատը ներգրավել է ավանտյուրայի մեջ, էլի, ասում է միանգամից ապահովում են հանրային պաշտպան, հələ միած սրանց նայեք, էլի, կարայի չապահովեիք այդ հանրային պաշտպանին։ Այս ինչ սրիկայություն, այս սրիկաների հավաքածու։ Այսքանը մի հատ գործընկերներից փաստաբաններին խնդրում եմ ինձ աջակցություն, ինչ որ մի բան ասեք։